Երբ որ մի բան քեզ անհանգստություն է պատճառում, եթե չես կարողանում այդ հարցը առանց մեղքի քրիստոնեաբար լուծել ու քեզանից ոչինչ կախված չէ, ապա տակը մնում է երկու բան. կամ այդ մտքի հետ միշտ կռվես, հետը տաս առնես, ինքն էլ այդպես կպչուն մնա քո սրտին ու քեզ ավելի անհանգստություն պատճառի, կամ էլ այդ բանն ընդունես, իրավիճակի հետ հաշտվես ու այդպիսով սիրտդ խոնարհեցնես։ Օրինակ ասենք պատկերացրեք մի անբուժելի հիվանդություն ու քիչ հետո այդ մասին Աստվածաշնչից կոնկրետ օրինակ կբերեմ հենց առաքյալի հիվանդության օրինակը նայելով։ Բայց մինչ այդ սիրելի բարեկամներ, եկեք մի բան լավ պատկերացնենք։ Երբ որ դու փորձում ես քեզ տանջող անհանգստությունը ճնշել քո համառությամբ ու դրա հետ միշտ կռվել, ապա դա հանգեցնելու է այդ մտքերի ու անհանգստության ավելի ուժեղացմանը, քեզ ավելի ակեղեքելու։ Դարդերը շատանալու են, հոգսը մեծանալու է, խաղաղություն չի գալու և անհանգստությունն էլ չի անցնելու։ Բայց եթե քեզանից ոչ մի բան չի կախված, բացի այդ իրավիճակի հետ խոնարհաբար հաշտվելուց և դու հեզորեն ընդունում ես այդ իրավիճակը, ապա դու զրկում ես այդ անհանգստությանը իր կործանարար ուժից։ Առավել ևս, կարող է պարզվել, որ այդ անհանգստության մեջ, հիվանդության կամ ծանր իրավիճակի մեջ հենց ինքը Աստված է խոսում քեզ հետ ու քո ականջին մի բան է աղաղակում քո իսկ փրկության ու օգուտի համար։ Այո, աղաղակում եմ ասում, որովհետև երբ խաղաղ ժամանակ Աստված խոսում էր, դու չէիր լսում։ Ու հիմա ստիպված աղաղակում է քո ականջին այս ծանր իրավիճակի մեջ, այս կյանքի փոթորիկի մեջ կամ էլ պարզապես սա քո համար արտոնված է, որպեսզի դու չմեծամտանաս քեզ տրված շնորհների առատության պատճառով ու չկործանվես։ Ուրեմն պետք է սա հասկանալ և նայել մեր կյանքի օրինակների վրա, սա պետք է հասկանալ Աստուծո ձայնը լսելով և Աստծուն իրավիճակի հետ, Աստծու արտոնած իրավիճակի հետ հաշտվելով, Աստծուն փառք տալ այդ վիճակի մեջ, այլ ոչ թե կռվել այդ իրավիճակի հետ։ Ինչ իմանաս Աստված այս ծանր իրավիճակն արտոնելով քեզ ինչից է փրկում, կամ ինչպես է քեզ պաշտպանում գալիք վերահաս ավելի մեծ փորձանքից։ Հիմա եկեք նայենք Սուրբ Պողոս առաքյալի հիվանդության օրինակին։ Պողոս առաքյալը հիվանդ էր ու ասում է, որ ցավը խայթոցի էր նման, որ բռնցքահարում էր իրեն այդ ցավը։ Նա Կորինթացիներին գրում է, որ 3 անգամ աղաչեց Աստծուն, որ այդ ցավն իրենից վերցնի։ Նախքան առաջ արժվել, եկեք տեսնենք Պողոս առաքյալը ինչպիսի սրբություն ու շնորհ ուներ։ Եկեք հիշենք, որ այս մարդու աղոթներով հիվանդներ էին բուժվում, այս մարդու աղոթներով ու խոսքով հրաշքներ էին կատարվում, թաշկինակը բերում կպցնում էին իր քրտնաշճակատին ու տանում էին դնում էին հիվանդի վրա և հիվանդը բուժվում էր։ Բայց ինչպես պատասխանեց Տերն իր իսկ հիվանդությունից ազատվելու աղաչանքին, այսինքն Պողոս առաքյալի հիվանդությունից ազատվելու առաքյալի աղաչանքին, Պողոս առաքյալը գրում է ու ասում, բայց Տերն իրեն ասաց. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»։ Տեսաք, նորից կրկնեմ, Աստված Պողոս առաքյալին իր հիվանդության ու աղաչանքի համար, որ այդ հիվանդությունից ազատվի, որ ամբողջ աշխարհով ման էր գալիս, քրիստոնեություն էր քարոզում, որ ավելի լավ ուժով աներ, չէ՞ այդ ամեն ինչը, բայց Տերն ասում է, չէ, իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում։ Այս շատ կարևոր դաս է մեր համար, ժողովուրդ ջան, ինչ ծանր վիճակի մեջ էլ գտնվեք, հիշեք, որ Աստուծո զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում։ Երբ որ դու քեզ զորավոր ես համարում, առողջ ես համարում, թուրը 4 կողմը կտրում է ու քեզ թվում է, թե ծովներ ծնկներից է, այնտեղ Աստուծո զորությունը պարզվում է, որ չի գործում, ամբողջական չի դառնում, որովհետև Աստված սենց շատ խորը խորհրդավոր բան է ասում է, իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում։ Երբ որ դու հեզ ես, խոնարհ ես սրտով, հաշտվել ես քո իրավիճակի հետ, տկար ես ու թողնում ես, որ քո անոթը Աստուծո կամքը լցնի, այլ ոչ թե քո կամքը։ Ու առաքյալն ընդունում է սա, հաշտվում է իր հիվանդության հետ
ու հասկանում, որ դա իրեն տրված է իր իսկ օգուտի համար, որպեսզի իրեն տրված բացառիկ հայտնություններով, չէ՞ որ նրան բացառիկ հայտնություններ էր տված, Քրիստոսն էր հայտնվել իրեն, խոսել էր իր հետ, մարդուն առաքելության էր կանչել, որպեսզի իրեն տրված բացառիկ հայտնություններով, տեսեք առաքյալն ինչ է ասում, որ նա չհպարտանա ու չգոռոզանա։ Մեր հետ էլ կարող է այսպիսի բաներ լինել բոլորիս հետ, որ միգուցե մենք ծանր իրավիճակի մեջ ենք, միգուցե մեզ նեղում են, միգուցե դա ամեն ինչը մեզ խոնարհեցնում է, որպեսզի մենք չհպարտանանք ու չգոռոզանանք, ու նայեք, տեսեք մեր շուրջը ինչքան հպարտություն, գոռոզություն կա։ Պետք է այդ ամեն ինչը լվացվի ու բուժվի։ Ինչպես է դա լվացվում ու բուժվում? Տկարություններով, տառապանքով, վշտով, դառը բաժակ խմելով։ Ու տեսեք, թե առաքյալը Աստուծո պատասխանից հետո ինչ է գրում, ասում է, ահա թե ինչու հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը։ Հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը, դրա համար էլ գոհ եմ ի սեր Քրիստոսի կրած իմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների համար, գոհ եմ։ Ասում է, որովհետև երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր։ Այ առաքյալը հասկացավ Աստուծո ասած խոսքը, որ երբ ես տկար եմ, այն ժամանակ եմ իսկապես զորավոր։ Հիմա պատկերացնում եք, այս ամբողջ ձայնագրության նպատակն է դա, որ մեր կյանքում ժամանակներ ու իրավիճակներ կան, որպեսզի փոխանակ այն ամեն ինչը, որ մեզ ցավ ու անհանգստություն է պատճառում, դա լինի հիվանդություն, դա լինի երեխեքը չեն լսում, դա լինի ընտանեկան դժվարություններ, գործի տեղը այն չի, ընկերների, բարեկամների հետ այն չի, չգիտեմ, երկրի վիճակը այն չի, այս նեղությունները կարող է մեզ արտոնված են, որպեսզի մենք հեզություն ու խոնարհություն սովորենք։ Դուք պատկերացնում եք, կարա մարդ ասի, ես գոհ եմ իմ հալածանքների համար, ես գոհ եմ Աստծուց, այն էլ հաճույքով գոհ եմ իմ վշտերի համար, իմ նեղությունների համար։ Այ սա առաքելական մակարդակի քրիստոնյա լինելն է։ Սա պետք է նայենք, սրան ձգտենք, սա սովորենք։ Գոհ լինենք հալածանքների նեղությունների համար, որովհետև երբ տկար ենք, այն ժամանակ ենք զորավոր։ Գիտեք, ժողովուրդ ջան, շատ դժվար է գոհ լինել քեզ հասած անբուժելի հիվանդության համար։ Դժվար է գոհ լինել ու մի բան էլ պարծենալ քո տկարությունների համար, ինչպես առաքյալն է ասում, պարծենալ ու գոհ լինել քո վշտերի համար, քեզ հասած հալածանքների համար, ու երբ քեզ նախատում են, դժվար է այս ամեն ինչի համար այն էլ հաճույքով գոհ լինել։ Բայց արի ու տես, որ դու իսկապես զորանում ես այն ժամանակ, երբ տկար ես, եւ ընդունում ես ու հաշտվում քո վիճակի հետ ու այդ վիճակի մեջ փառք տալիս Աստծուն։ Դա զինաթափում ես, դու դրանով զինաթափում ես քեզ անհանգստացնող իրավիճակին։ Ինքը քո դեմ է զորություն չունեն, որտեղ դու հաշտվել ես Քրիստոսով։ Դու զորանում ես ու դու դրանով Աստծուն ասում ես, որ Տեր, ես ընդունում եմ քո կամքը եւ այն ամենը, ինչ արտոնված է քեզանից, իմ իսկ փրկության համար։ Դու զորանում ես քո վիճակը ընդունելով ու դու դրանով Աստծուն ասում ես, որ ընդունում ես իր կամքը եւ այն ամենը, ինչ արտոնված է նրանից քո իսկ փրկության համար։ Սուրբ Նիկոլայ Սերբացին իր նամակներից մեկում գրում է, որ մենք այնպես պիտի անենք, որ մեր շնորհակալությունն Աստծուն հանկարծ կիսատ չլինի, մեր գոհությունն Աստծուց հանկարծ կիսատ չլինի։ Այդ ինչ բան է, որ մենք Աստծուն շնորհակալություն հայտնենք ոչ թե միայն այն ժամանակ, երբ նա մեզ տալիս է մեր սրտի ուզածները, այլ երբ մեզանից կտրում ու հեռացնում է ինչպես ուռուցք, ինչպես ռակ, հեռացնում է ամեն մի բան, որ մենք շատ ենք սիրում, բայց վնաս է մեր փրկության համար, վնաս է մեր հոգևոր մարմնավոր առողջության համար։ Մենք պետք է Աստծուց շնորհակալ լինենք ու իրեն փառք տանք այդ վիճակների համար։ Մենք պետք է Աստծուց շնորհակալ լինենք ու իրեն փառք տանք այն բաների համար, որ նա մեզանից վերցնում է, թեև մենք այդ բաները շատ ենք սիրում։ Առողջություն, ունեցվածք, դիրք, իրավիճակ եւ այլն։ Ասենք թե փոքր երեխա է, առավոտվան ծիրիկուն իր հեռախոսի վրա է։ Հայրը տեսնում է, որ այս հեռախոսը լավ չէ այս երեխայի համար, այդ երեխան շատ է սիրում, ինքը դրանով շորտ է նայում, ինքը դրանով ռիլ է նայում, բայց հայրը տեսնում է, որ այս երեխան սխալ ճանապարհով է գնում, կպել է այս էկրանին, պոկ չի գալիս ու այդ էկրանից վատ բաներ է սովորում եւ հայրը վերցնում է այդ iPhone-ը իրանից։ Երեխան տխրում է, երեխան լաց է լինում, բայց ինքը չի հասկանում, որ ինքը պետք է շնորհակալություն ասի իր պապային, որովհետեւ պապան իրեն ազատում է մի հատ ահավոր վտանգավոր կախվածությունից։
Սիրելի բարեկամներ, այս բաները նշանակում են հնազանդվել Աստուծո կամքին, սա սովորեցնում է հեզություն ու սրտի խոնարհություն, ինչպես քիչ առաջ ասեցի, սա առաքելական մակարդակի քրիստոնյա լինելն է, որին որ մենք պետք է ձգտենք, ու սա մեզ սովորում է հեզություն ու սրտի խոնարհություն։ Ու այդ իրավիճակի հետ հաշտվելը, հիվանդության ու նեղության հետ հաշտվելը, տկարության հետ հաշտվելը, որ մեր մեջ դաստիարակում է հեզություն ու սրտի խոնարհություն, հենց դա էլ Քրիստոսով մեզ բերում է անհանգստության հաղթահարմանը։ Տեսաք ինչպես է հաղթահարվում անհանգստությանը։ Այդ իրավիճակի հետ հաշտվելը, հիվանդության ու նեղության հետ հաշտվելը, տկարության հետ հաշտվելը, որ մեր մեջ դաստիարակում է, սա ժամանակ է տևում, հեզություն ու սրտի խոնարհություն, հենց դա էլ Քրիստոսով մեզ բերում է անհանգստության հաղթահարմանը։ Այդ տեսեք ինչ է ասում մեր Տեր Հիսուս Քրիստոսն ավետարանում։ Ասում է. «Իմ լուծը ձեր վրա վերցրեք և սովորեք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք»։ Դրանից առաջ ասում է. «Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և ես ձեզ հանգիստ կտամ»։ Ու ավելացնում է, ասում է. «Իմ լուծը ձեր», ու ասում է, թե ինչպես, «Իմ լուծը ձեր վրա վերցրեք և սովորեցեք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք»։ Տեսաք հանգիստ գտնելու, անհանգստությունը հաղթահարելու ռեցեպտը Աստուծո որդուց, տիեզերքի տիրակալ թագավորից, մեր Փրկչից։ Մեր 14-րդ դարի Հովհաննես Երզնկացի ծործորեցին Քրիստոսի այս խոսքերի մասին գրելով մեկնաբանում է եւ ասում. երկու շնորհ է խոստանում, երբ որ ասում է իմ լուծը վերցրեք եւ սովորեք ինձնից, ասում է երկու շնորհ է խոստանում Քրիստոսը։ Մեկը, որ ոչ թե մի ուրիշի, այլ ամենից առաջ քեզ համար ես հանգիստ գտնում, երբ որ դու հեզություն ու խոնարհություն ես ձեռք բերում։ Եվ երկրորդ, նախքան հանդերձյալ կյանքն արդեն իսկ այստեղ այս երկրի վրա պարծանքի պսակ ես կազմում քեզ համար, ոչ ըստ քո վաստակի չափի, այլ բյուրապատիկ, անսպասելի փառքով, ինչպես մի բան գտնելու ժամանակ։ Քրիստոսի լուծը քեզ վրա վերցնելով, հեզություն ու խոնարհություն ձեռք բերելով։ Ժողովուրդ ջան, ցավոք շատ մարդիկ չեն հասկանում հեզության ու խոնարհության մեծությունն ու արժեքը։ Մեր սերունդն էլ ցավալիորեն հաճախ լսել է մի շատ հայտնի երգ, ուր ասվում է եղիր հեզ բանող ես, հիշում եք այդ երգը։ Ու այսպես հեզությունն ու խոնարհությունը մեր իրականության մեջ, հեզությանն ու խոնարհությանը մեր իրականության մեջ տրված է շատ սխալ ու բացասական իմաստ։ Համարվում է թուլություն, մինչդեռ Աստված ասում է, որ դա զորություն է։ Ձեր տկարության մեջ եմ ես գործում։ Բայց մեր հասարակությունն ասում է չէ։ Բայց դուք մի լսեք այդ բաներին, այլ լսեք ձեր Փրկիչ ու Տեր Հիսուս Քրիստոսին, մի լսեք այդ սուտ բաներին, այլ լսեք ձեր Փրկիչ ու Տեր Հիսուս Քրիստոսին, որ ինքը Աստված լինելով հեզ է ու սրտով խոնարհ։ Եվ որպեսզի չկարծես, թե կթուլանաս, երբ հեզ ու խոնարհ լինես, մեղքերին չհետևելով եւ չարչարանքներից վրեժ չառնելով, Քրիստոսն իր այդ խոսքերով ոնց որ ասի. ինձ նայիր եւ իմ ուսմունքից սովորիր, թե որքան բարի են հեզությունն ու խոնարհությունը, որովհետեւ ով խոնարհեցնում է իրեն կբարձրանա։ Նա ասեց, չէ՞ Մատթեոսի ավետարանում։ Երանի հեզերին, որովհետեւ նրանք կժառանգեն երկիրը, էլի ասեց Քրիստոսը, որովհետեւ Դավիթը դրանով պանծած, Աստծո ծառա Մովսեսը հեզ վկայվեց, ինչպես ովքեր իջնում են երկրի հատակը ոսկի են դուրս բերում, այդպես էլ ովքեր խոնարհությամբ են զգեստավորվում, ոսկեղենիկ առաքինությունն են իրենց վրա ցույց տալիս, այսինքն Տիրոջ պատմուճանը, էլի գրում է Հովհաննես Երզնկացին։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, անհանգստությունը հաղթահարելու դեղն ու դարմանը Քրիստոսի օրինակով հեզություն ու սրտի խոնարհություն ձեռք բերելն է, այդ իրավիճակի հետ հաշտվելը, ու եթե տվյալ անհանգստության դեմ քրիստոնեաբար ոչինչ անել չես կարող, ապա հաշտվիր իրավիճակի հետ։ Ինչու եմ ասում ոչինչ անել չես կարող, որովհետև երբեմն լինում է, չէ, որ դու մեղք ես գործել, դրա համար է ծանր բան ես արել, վատ բան ես արել, սխալ ճանապարհով ես գնում, դրա համար էլ ծանր վիճակի մեջ ես, դու տեղ կարող ես մի բան անել, դուրս արի այդ վիճակից եւ գնա այն ճանապարհով, որը Քրիստոսը կոչում է։ Բայց կան իրավիճակներ, որ ասենք ծանր հիվանդ ես, ոչինչ անել չես կարող, կամ ընտանեկան իրավիճակ կա, ոչինչ անել չես կարող, ոչ ես տալու ջարդես, փշրես ու վրեժ լուծես։
Այդտեղ դու ձեռք բեր հեզություն ու խոնարհություն, ինչպես որ Տեր Հիսուսը ցույց տվեց, եւ դու կունենաս այն օգուտները եւ կհաղթահարես այդ անհանգստության աղբյուրը, որի մասին բացատրում է Տեր Հիսուս Քրիստոսը։ Սիրելի բարեկամներ, այնինչ Աստված թույլ չի տալիս, երբեք տեղի չի ունենա։ Երբ թվում է, թե խավարը ամեն ինչ կլանելա ձեր կյանքում, վառեք աղոթքի մի փոքրիկ մոմ ձեր սրտում։ Այ մարդիկ գնում են եկեղեցի, մոմը վառում են, բայց մի հատ աղոթք չեն ասում, մինչդեռ այդ աղոթքն է իսկապես հավատքով, սրտի խորքից ծնված աղոթքն է իրական մոմը։ Մի հատ տենց մոմ վառեք ձեր սրտում, թեկուզ ձեր տանն եք, ասեք Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ներիր իմ մեղքերը, ողորմյա ինձ մեղավորից, ու հիշեք, նույնիսկ թույլ լույսը վանում է վախը։ Ձեր հավատքով ասված ամեն մի աղոթք լույս է խավարի մեջ։ Աստված մեզ ամենամոտն է հենց այդ նեղ պահերին, երբ մենք մեզ լքված ենք զգում, մենակ ենք զգում, տկար ենք զգում։ Հիշեք Պողոս առաքյալին ասված խոսքը. իմ զորությունը ամբողջական է դառնում ձեր տկարության մեջ։ Այ քո տկարության մեջ, երբ որ դու քեզ մենակ ու լքված ու տկար ու հիվանդ ես զգում, այդ ժամանակ Աստված ամենամոտն է։ Մի հուսահատվեք, սիրելի ժողովուրդ, այլ Տեր Հիսուս Քրիստոսին հետևեք, հեզություն ու սրտի խոնարհություն ձեռք բերեք։ Նույնիսկ ամենամութ ամպի ետևում արև կա։ Ժամանակ տվեք, եւ դուք կտեսնեք, թե ինչպես են վերքերը սպիանում։ Ժամանակ տվեք ու Քրիստոսով սպասեք, հավատացեք, հավատարիմ եղեք իր պատվիրանին, սիրեք Քրիստոսին եւ կտեսնեք ինչպես են վերքերը սպիանում եւ իրավիճակները բուժվում ու դարմանվում Քրիստոսով։ Այս ձայնագրության մեջ ես մի քանի անգամ ասեցի առաքելական մակարդակի քրիստոնյա լինել։ Այդ դուք էլ ձգտեք դրան, ես էլ եմ ձգտում, բոլորս ձգտենք օր-օրի ավելի մոտենանք դրան։ Եվ թե զայնագրությունը ձեզ օգտակար եղավ, մի հատ էլ լսեք, որ այս բաները միշտ մնա ձեր սրտում եւ կիսեք ձեր էջերին, ձեր երեխաներին սովորեցրեք իմանան այս բաները մանկուց, որ կյանքում երբ որ մեծանան դժվարություններն ու վշտերը շատանան, իրանք իմանան ինչպես հաղթահարել անհանգստությունը եւ խաղաղություն բերել Քրիստոսով իրենց սրտերի մեջ։ Եվ եթե դուք էլ ուզում եք ավելի շատ իմանալ Աստծո մասին, միացեք մեզ Telegram ալիքում, որ կոչվում է Աստվածաշունչն ամեն օր, փնտրեք Telegram-ում Աստվածաշունչն ամեն օր եւ այնտեղ միացեք մեզ հազարավոր հայ մարդկանց հետ ամեն օր Աստվածաշունչը սովորելու համար։ Դե լավ եղեք, Աստված օգնական ու պահապան բոլորիցի, ելի ժողովուրդ։